Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարելույս մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Բարև ձեզ սիրելիներս, վերջապես մի քիչ անձրև եկավ, տեսակ իսկ դուք ասում եք շոքա։ Աշտան երկրորդ ամիսը հայտարարում ենք սկսված, այսօր հոկտեմբերի 1-ն է 5 շաբթի, որն առաջարկում ենք սկսել բարձր տրամադրությամբ, իհարկե մեզ հետ միասին ու ողջ ամիսը կանցկացնենք մեր կողքին։ Այո, եւ նաեւ հիշեք, որ աշունը Հայաստանում ամենագեղեցիկ, ամենափափուկ եւ ամենալավ ամիսն է։ Եվ ամենառոմանտիկ։ Այո, ամենառոմանտիկներից է։ Հոկտեմբերի 1-ը բավական հագեցած է տոներով, այսօր ողջ աշխարհում նշվում է տարեց մարդկանց միջազգային օրը, շնորհավորում ենք բոլոր տատիկներին եւ պապիկներին։ Շնորհակալություն, ինձ էլ կարելի է շնորհավորել, սիրելիներս, ես էլ եմ ասեն մոտենում այդ տարիքին։ Հենց մոտենաս կշնորհավորեմ։ Բուսակերության համաշխարհային օրը եւս հոկտեմբերի 1-ին է։ Այսօր նաեւ երաժշտության միջազգային օրը, տեսնես տոները որքան շատ են։ Ես շնորհավորում եմ մեր բոլոր բուսակերներին, բայց այն իսկական բուսակերներին, որոնք որ հենց միայն բույսերով են սնվում, այո։ Նաեւ բոլոր նրանց, ովքեր սիրում են երաժշտություն եւ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց երաժշտության։ Այս ամենի մասին իհարկե հերթով կհասցնենք խոսել աշխարհում ամեն 10 րոպեում 1 ավտոմեքենա են գողանում, ամեն 7 վայրկյանում խելագարվում է 1 մարդ, իսկ ամեն 5 վայրկյանում աչքի լույսը կորցնում է եւս մեկը։ Եթե այդ ամենից եւ ոչ մեկը չի պատահել ձեզ հետ, ապա հարկավոր է եւս մեկ անգամ մտածել, թե որքան հիանալի է կյանքը եւ ապրած յուրաքանչյուր վայրկյանը վայելել։ Այո, եթե անգամ դուք այն մարդկանցից եք, ով որ խելագարվել է այս բային, ես կարծում եմ երանի ձեզ, այո, ես համոզված եմ, որ դուք խելագարվել եք սիրուց կամ որևէ այլ լավ բանից։ Օհո, ասում են, թե երաժշտությունը մարդկությանը ցույց է տալիս այն մեծությունը, որը թաքնված է նրանց հոգում։ 1975 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշանակվել է երաժշտության միջազգային օր։ Ես կարծում եմ, մեր այսօրվա եթերը նույնպես երաժշտական կլինի եւ երաժշտությունից մի քիչ ավելի շատ խոսենք։ Միանշանակ, տոնը նշվում է ամեն տարի երաժշտական փառատոներով եւ ծրագրերով։ Երաժշտության հետ մարդկությունը ծանոթ է հնագույն ժամանակներից։ Աֆրիկայի քարանձավներում օրինակ պահպանվել են վաղուց անհետացած ցեղերի ժայռափոր պատկերները։ Դրանցում երաժշտական գործիքներով մարդիկ են։ Իսկ 2000 թվականից հնեաբանները հայտնաբերել են երաժշտական գործիքների թանգարան, որը ստեղծվել է 2000 տարի առաջ։ Խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր երաժշտություն չեն սիրում, իսկ մեր եթերում այժմ ինչ է։ Երևի ինտելեկտուալ երաժշտություն։ Իհարկե, Սերգեյ, իհարկե, դիտում ենք։ Դե ինչ հետաքրքիր փաստեր աշխարհից նախքան էլեկտրական լամպ ստեղծել է Էդիսոնը 10,000 անհաջող փորձ է կատարել։ Ուոլթ Դիսնեյը։ Այո, երբեք որևէ լավ բան միանգամից չի ստացվում, պետք է մի քանի անգամ տանջվես, էդ է։ Ուոլթ Դիսնեյը Դիսնեյլենդի ստեղծման համար գումար որոնելիս 303 բանկերից մերժում է ստացել, մինչև որ կարողացել է ելք գտնել։ Երևի խաբել է բանկերին, ասել է, հենց մի բան ասել գցել է։ Բայց հիմա պատկերացնես են բոլոր բանկերը, որ մերժել են, ոնց են փոշմանել։ Ոնց են փոշմանել, այո։ 134 հրատարակչություն մերժել է Մարկ Հանսենի «Հավի արգանակ հոգու» համար գիրքը, նախքան այն դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Աշխարհի ամենազորեղ շարժիչ ուժի մոտիվացիայի մասին այժմ խոսենք։ Հոգեբանները վստահեցնում են, որ շարժառիթ ձևավորելու համար հարկավոր է դիմել սովորությունների օգնությանը։ Այհա դրանցից մի քանիսը։ Առաջին առավոտյան վաղ արթնանալն այս գործում ամենակարևոր սովորությունն է։ Առավոտյան ժամերն ամենաներշնչողն են մարդու կյանքում։ Այո, հիշեք, որ աշխարհում բոլոր մեծերը միշտ արթնանում էին առավոտյան վաղ։ Նապոլեոնը քնում էր ընդամենը 4 ժամ եւ ժամը 4-ին միշտ այսպես ոտքի էր սկզբից սանրում էր իր նժույգը, այո, եւ հետո ասում էր գործի։ Ալեքսանդր Մակեդոնացին նույնպես շատ քիչ է քնել։ Շատ քիչ է քնել Սերգեյ Դանիելյանը։ Երկրորդ ընթերցանությունը ձեզ կօգնի, ինչպես ասել է Մարկ Տվենը, չկարդացող մարդը նույնն է ինչ անգրագետը։ Անգրագետ եւ տգետ մարդը, այո, ձեներս աշխատես հասկանում եմ, որ ընթերցելը բավականին դժվար է, բայց ոչինչ, գոնե մի ժամանակ չկա, բայց գոնե մի փոքր։ Եվ բոլորնակ ովքեր որ էլի համակարգչով են ընթերցում, էլի վատ չի, այո։
Երրորդ։ Ամեն ինչ բարձրացնելու սովորությունը եւս առաջ գնալու լավ խթան է։ Ժամանակի ընթացքում այդ սովորության շնորհիվ հիշողությունն ու զգացողություններն ազատվում են անկարևորից, իսկ որքանով պարզ է կյանքը, այնքան ավելի հեշտ է այն վայելելը։ Այո, սիրելիներս, կյանքը առանց դժվար է, մի քիչ պարզեցիք, որ մի քիչ հեշտ լինի ապրել, չէ՞ որ ամեն օր դա մի քայլ է դեպի գերեզման։ Այդ քայլը մի քիչ հեշտ արեք։ Ավելորդ խնդիրներ կարծում կարիք չկա ստեղծել, կյանքը ինքը դրանք մեզ համար կստեղծի։ Չորրորդ ասում են, որ հաջողությունն այն վայրն է, որտեղ փորձը հանդիպում է հնարավորության հետ։ Իսկ առանց փորձի տաղանդը ցուցադրելը բավական դժվար գործ է, գրեթե անհնար։ Այո, հաջողությունը հենց այն է, սիրելիներս, որ ծնվում եք հենց այն ժամանակ եւ հենց այնտեղ, որտեղ պիտի ծնվեք, այո, որտեղ որ այսինքն բարի նպաստ կներ այդ ամեն ինչը։ Եվ 5-րդ վերջապես սովորություն դարձրեք շրջապատել ձեզ դրական, կայտար աշխուժ եւ միշտ ուրախ մարդկանցով, հենց նրանք են աշխարհի ամենալավ հնարանը, նրանք են միշտ ձեզ հաղորդում պոզիտիվ մտքեր, բարձրացնում ձեր տրամադրությունը, խաղաղեցնում միջավայրը եւ այսպես շարունակ։ Երբեք մի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր որ ձեզ նյարդայնացնում են, մի լսեք այն երեսությունը, որ ձեզ նյարդայնացնում են, մի խոսեք այն մարդկանց հետ, ով չպետք է խոսել, ի վերջո կյանքը շատ կարճ է, արեք այն ինչ որ դուք ցանկանում եք, ուզում եք, արեք այն ինչ որ ձեր տամարությունը բարձրացնում։ Դու նյարդայնացած ես այժմ։ Մի փոքր այո։ Հաստորեն։ Եղանակը քեզ կսփոփի, Սերգեյ, այս ռոմանտիկ եղանակը, միանանք եղանակի տեսությանը, բարի լույս Մարի։ Բարի լույս։ Օ, այսօր գեղեցկուի Մարիես լրիվ սփոփված են, ինչ ուզում է թողնի, ամպրոպ, անձրև, անվերջ։ Շատ տոնական օր է այսօր, քեզ շնորհավորում ենք, կարծես թե աշունը սկսվել է, հայ, ճիշտ ենք հասկանում։ Այո, տեղումները սկսվել են, սակայն դեռևս միայն հյուսիսային շրջաններում։ Բարի լսում ենք քեզ համայն ուշադրությամբ։ Շնորհակալ եմ։ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, հատկապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին կարճատև ամպրոպային բնույթի անձրևները դեռևս կշարունակվեն։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 15-ից 20 մետր վարկյանում։ Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, սակայն հոկտեմբերի 2-ին հյուսիսարևմուտքից սառը օդային հոսանքների ներթափանցման պայմանավորված այն կնվազի 3-ից 4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ։ Արցախում կդիտվի առանց ձեղումների օր։ Ստեփանակերտում գիշերը կգրանցվի 12, ցերեկը մինչև 24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում կայուն եղանակային պայմանները դեռևս կպահպանվեն։ Մեղրիում գիշերը կգրանցվի 16, ցերեկը 28, Կապանում գիշերը 13, ցերեկը 25, Գորիսում գիշերը 9, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի մարզում այսօր տեղումներ չեն կանխատեսվում։ Ջերմուկում գիշերը կգրանցվի 7, ցերեկը 19, Եղեգնաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 14, ցերեկը մինչև 29 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում եւս կդիտվի առանց տեղումների օր։ Մարտունիում գիշերը կգրանցվի 7, ցերեկը 18, Գավառում գիշերը 4, ցերեկը եւս 18, Սևանում գիշերը 6, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում սպասվում է ջերմ եւ առանց տեղումների օր։ Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 7, ցերեկը մինչև 23 աստիճան, Աբովյանում գիշերը 14, ցերեկը մինչև 24 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում ինչպես միշտ առանց տեղումների օր է կանխատեսվում։ Արարատի մարզում Արարատ քաղաքում գիշերը կգրանցվի 17, ցերեկը մինչև 28 աստիճան, Արտաշատ քաղաքում գիշերը 16, ցերեկը մինչև 27 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր քաղաքում գիշերը կգրանցվի 14, ցերեկը մինչև 28 աստիճան, Վաղարշապատում գիշերը 15, ցերեկը մինչև 27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում Լեռնային գոտիներում երեկոյան ժամերին եւ գիշերը կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Աշտարակ քաղաքում գիշերը կգրանցվի 14, ցերեկը մինչև 26 աստիճան, Ապարանում գիշերը 6, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում երեկոյան ժամերին եւ գիշերը կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Իջևանում գիշերը կգրանցվի 13, ցերեկը մինչև 24, Դիլիջանում գիշերը 7, ցերեկը մինչև 22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում եւս երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 9, ցերեկը մինչև 21 աստիճան, Տաշիրում գիշերը 5, ցերեկը մինչև 18 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում երեկոյան ժամերին եւ գիշերը կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Գյումրիում գիշերը կգրանցվի 8, ցերեկը մինչև 23 աստիճան, Աշոտսկում գիշերը 5, ցերեկը մինչև 20 աստիճան տաքություն։ Իսկ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների օր։ Քամին արևմտյան է 3-ից 5 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 667 մմ սնդիկիսյուն է։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 42%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 16, ցերեկը մինչև 27-29 աստիճան, Ավանում գիշերը 14, ցերեկը մինչև 27 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը։ Անի, Սերգեյ։
Շնորհակալություն Մարի, քեզ ցանկանում ենք իհարկե բարձր տրամադրություն, անկախ մռայլ եղանակից։ Ձեզ նույնպես հաջողություն։ Տեսյուն։ Շարունակենք աշխարհի ամենազորեղ եւ ամենահետաքրքիր բաներից խոսենք։ Մինչեւ 20-րդ դարը Շվեդիայի բնակիչներից գրեթե ոչ ոք ազգանուն չուներ։ Այո, 1901 թվականին երկրում ընդունվեց օրենք, որը յուրաքանչյուր քաղաքացու պարտադրում էր լիարժեք անուն եւ ազգանուն ունենալ։ Այո։ Աշխարհի ամենաերկար փողոցը Young Street-ն է, այն գտնվում է Կանադայում Տորոնտո քաղաքում եւ միացնում է Օնտարիո եւ Սիմկո մեծ լճերի ափերը։ Young Street-ը հայտնվել է Գինեսի ռեկորդերի գրքում, որպես աշխարհի ամենաերկար փողոցը, երկարությունը 1896 կիլոմետր։ Այո, Սերգեյ։ Հիշեցնենք նաեւ, որ այսօր հոկտեմբերի 1-ին բուսակերության համաշխարհային օրն է։ Այս առիթով առաջարկում ենք ծանոթանալ սննդային ամենաանհավանական եւ խենթ մրցույթներին։ Առաջինը դա սխտոր ուտելու աշխարհի առաջնությունն է, այն անցկացվում է Անգլիայի Դորսետ դքսության Չիդոկ գյուղում ես կասեմ Սերգեյ ջան, մի անհանգստացիր։ Չիդորսետ դքսության Չիդորդ գյուղում։ Միացել Դորսետ դքսության Չիդորդ գյուղում, այո, հետո։ Անցյալ տարվա սխտորակերության աշխարհի չեմպիոն է ճանաչվել Դեվիդ Գրինմենը, թարգմանաբար Դավիթ կանաչ մարդ։ Որտեղ? Դորսետ դքսության Չիդորդ գյուղում։ Նա կարողացել է 60 վայրկյանում ուտել 33 գլուխ սխտոր։ Այո, պատկերացնում եք 33 գլուխ Երանի նա կնոջը, որ այդ օրը քնում է իր կողքին։ Հարևաններին բոլորին Դավիթ կանաչ մարդու հետ ոչ ոք չի շփվել բավական երկար ժամանակ։ Անհասկանալի սննդային մրցույթների շարքում երկրորդը եղին ուտելու աշխարհի առաջնությունն է։ Ես կարծեմ մյուսները կարելի է շարունակել գովազդից հետո, որը արդեն գովազդի ժամն է եւ անին սխում է ոդկս, այսպես բոլոր օպերատորները այսպես են անում, որպեսզի լինի կոմերցիոն դադար։ Հանգիստ Սերգեյ։ Հանգիստ չեմ կարողանում այսօր։ Կոմերցիոն դադար մեր եթերում։ Կոմերցիոն դադար մեր եթերում է։ Խոսում ենք ուտելու փառատոնների մասին։ Այո, ամենաանհավանական փառատոնների մասին։ Հաջորդը համբուրգեր ուտելու աշխարհի առաջնությունն է։ Այն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսիսիպի նահանգում։ Մրցույթի մասնակիցները պետք է ուտեն կոտլետներով, թթու վարունգով եւ այլնով պատկառելի չափերի համբուրգերներից։ Քաղցողը կարող է ճանաչվել նա, ով 10 րոպեում կուտի 44 այդպես համով համբուրգեր։ Պատկերացնում եք, եթե հաշվի առնենք, որ Աֆրիկայի զգալի բնակչությունը եւ մեր, այսպես ասած, ազգաբնակչության զգալի մասը քաղցած է, ապա շատ բարոյական փառատոններ են անցկացնում Ամերիկայում։ Դե իսկ ահա պաղպաղակ ուտելու աշխարհի այդպես մրցույթի մասին, առաջնության մասին անցկացվում է աշխարհի շատ երկրներում, թեպետ համաշխարհային ռեկորդը անցած տարի սահմանվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում։ Էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները ուտելու փառատոններում ամենաառաջինն են։ Կերակրվող ազգ են։ Իսկ դե ինչպես դիմեմ Ամերիկայի բնակչությանը։ Համենայնիվս մեր հայրենակիցները, ովքեր որ նայում են այս ծրագիրը, թող իրենց հարևաններին ասեն, որ ուտելը դա ընդհանրապես պետք է մարդ ուտի այնքան, որ չմեռնի եւ կյանքի միակ նպատակը չի։ Ջոուի Չեսնաթը 7.1 կիլոգրամ պաղպաղակը ոչնչացրել է ճակերտավոր իհարկե 6 րոպեում։ Դե ինչ, պատկերացնում ես։ Իսկ մենք այժմ վերադառնանք օրվա տոնին, երաժշտական մրցանակաբաշխություններին, կանդրադառնա մեր մոլորակի շուրջ էջը։ Մեծ հաճույքով, այո։ Աստղային շքերթ կարմիր գորգի վրա անհավանական շոու և իհարկե մրցանակներ ու հաղթողներ, ամենահայտնի երաժշտական մրցանակաբաշխությունների մասին հաջորդ թիվ։ Ժամանակակից երաժշտության բնագավառում ամենահեղինակավոր ու ամենացանկալի մրցանակը Գրեմմի, հռչակով ու հեղինակությամբ հավասարազոր է կինեմատոգրաֆիայում Օսկարին։ Գրեմին ծնվել է 1958 թվականի մարտին, այն ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է։ Ստեղծվել է ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1959-ին, իսկ մրցանակակիր հայտնիներից էր Ֆրենք Սինատրան։ Այսպես արդեն 56 տարի ամենամյան Գրեմմիի բեմին են հայտնվում երաժշտական աշխարհի ամենաները։ Մինչ 2011 թվականը Գրեմմի մրցանակաբաշխությունն ուներ 108 անվանակարգ, ապա ԱՄՆ ձայնագրման ակադեմիան որոշակի փոփոխությունների զուգահեռ դրանց թիվը կրճատեց։ Այժմ 78 անվանակարգ ունեցող Գրեմմի մրցանակաբաշխությունը հիմնականում անցկացվում է Նյու Յորքի կամ Լոս Անջելեսի ամենաշքեղ համերգային դահլիճներում։
Նույնիսկ ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունները մրցակիցներ ունեն։ American Music Awards, ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն, ստեղծվեց որպես Grammy-ի մրցակից 1973-ին Դիկ Քլարքի կողմից։ Առաջին մրցանակաբաշխության վարողներն էին Դոնի Օսմոնդն ու Մայքլ Ջեքսոնը։ Այժմ հայտնիությամբ ու հեղինակությամբ երկրորդն է աշխարհում։ Մրցանակները շնորհվում են 8 երաժշտական ժանրերում։ Միայն թե այս մրցանակաբաշխության հաղթողներին ընտրում են ոչ թե պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, այլ հեռուստադիտողները համացանցային քվեարկության միջոցով։ Billboard Music Awards նույն ինքը Billboard-ի երաժշտական մրցանակաբաշխություն։ Երաժշտական աշխարհի ամենահայտնի իրադարձությունն է Grammy Awards-ից և American Music Awards-ից հետո։ Ամենամյա ճոխ մրցանակաբաշխությունը ձևավորվել է 1989-ին, այն կազմակերպվում և հովանավորվում է Billboard ամսագրի կողմից։ Մրցանակակիցների շարքում ռեկորդային են համարվում Մադոննան իր 37 և Մայքլ Ջեքսոնը 35 մրցանակներով։ Այսպիսով կարմիր գորգ, հարյուրավոր լուսարձակվող ֆոտոխցիկներ, ճիչեր ու ծափողջույններ և շլացուցիչ շոու աստղերի հաղթարշավ։ Այս տարի Billboard-ի ռեկորդային հերոսուհին Taylor Swift-ն էր։ Նա արժանացավ 8 մրցանակի և որ ամենակարևորն է, հաղթող ճանաչվեց ամենահեղինակավոր անվանակարգում՝ տարվա արտիստ։ Երաժշտական մրցանակաբաշխությունները տարեց տարի ավելանում և մեծ հայտնիություն են վայելում ոչ միայն ԱՄՆ-ում։ Brit Awards բրիտանական ամենահռչակավոր երաժշտական մրցանակաբաշխությունն է, որն այլ կերպ անվանում են բրիտանական Grammy։ Այն ստեղծվել է 1977 թվականին, տարին մեկ անգամ շքեղ երեկոյի ընթացքում, տարբեր անվանակարգերում և ամենատարբեր երաժշտական ոճերում պարգևատրվում են անգլալեզու, ինչպես նաև այլազգի երգիչ երաժիշտները։ Այս տարի աստղալի երեկոյի բացման պատիվը վիճակված էր կրկին Taylor Swift-ին։ Իդեպ այս տարին արժանացավ իր առաջին Brit Awards-ին, տարվա լավագույն միջազգային աստղ անվանակարգում։ Brit Awards 2015-ը թերևս դեռ երկար կհիշվի նաև անկախատեսելի և զավեշտարի դեպքի շնորհիվ։ Մադոննան իր ելույթի ժամանակ ընկավ աստիճաններից։ Երգի կատարման ընթացքում պարողներից մեկը պետք է հաներ երգչուհու վերնազգեստը, սակայն այդ պահին Մադոննան կորցրեց հավասարակշռությունն ու վայր ընկավ։ Բարեհաջող։ Can I lay by your side? All day, hand on your players ball. All day. How many artifacts? The list goes on. If you just say the words out. Ահա այսպիսի երաժշտական մրցանակաբաշխություններ։ Դե ինչ երաժշտական փառատոներից անցնենք մեր շատ սիրելի հովանավորին։ Հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում է հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, ոսկրերի խտության ստուգում, այս ամենն իհարկե զեղչված գներով։ Իսկ վահանաձև գեղձի, ողնաշարի եւ ճիճվակրության հետազոտությունը կատարվում է բացարձակ անվճար։ Դելտա Կլինիկ զանգահարեք 500-560 զանգարեք եւ բուժվեք։ Գիտնականները պնդում են, որ ցերեկային քունը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու ինքնազգացողության վրա։ Թե պետք կա նաև այլ կարծիք, որ ցերեկը պետք է ընդհանրապես հանգստանալ, չպետք է քնել։ Երբ որ ցերեկը քնում ես, ապա դա ազդում է քո գիշերային քնի վրա։ Ցերեկային քունը նպաստում է ճնշման կարգավորմանը եւ նվազեցնում է սրտի նոպաների հավանականությունը։ Սերգեյ, հետազոտությունը պարզել է, որ 8 ժամյա քունը կենսական նշանակություն ունի հենց երիտասարդ տարիքում, մասնավորապես 18-ից 29 տարեկան հասակում, հենց այս տարիքում։ Բայց եթե դուք ցերեկը արդեն քնել եք, դժվար կքնեք գիշերը։ Ես դա գիտեմ անձնական փորձից, գիտնականների غلط էր արել։ Դու ոչ 18 տարեկան ես, ոչ էլ 29 ցավ։ Հա, բայց 18 տարեկանում էլ այդպես ոնց որ հիմա չեմ աճում։ Հենց այս տարիքում առողջ եւ որակյալ քունը հետագայում օգնում է խուսափել ուղեղի հետ կապված մի շարք հիվանդությունների։ Ահա, երևի թե դրա համար է, որ ես ասեմ մնացել եմ այդպեսի։ Այ եթե քնեի ցերեկը, այդպես ինչ է։ Դա դու ասացիր, առողջության թեման շարունակում է օրվա դեղատոմսը, համակերպվիր այդ մտքերը, Սերգեյ։ Համակերպվել եմ, վերջ է դա հիմա։
Բարի լույս մեր օրերում դարի եւ քաղաքակրթության խնդիր է համարվում սակավաշարժությունը, որը չի կարող անհետևանք մնալ ողնաշարի համար։ Սակայն միշտ դեղամիջոցներով բուժվելուն անցնելուն նախ փորձենք բուժվել կինեզիոթերապիայով, իսկ մանրամասներն արդեն Արամ Պետրոսյանի հետ բարև ձեզ։ Նախ հասկանանք կինեզիոթերապիան ինչ է ենթադրում, վարժությունների կոմպլեքս է, թե գուցե մերսումներ էլ է ներառում իր մեջ։ Կինեզիոթերապիան դա բուժում է շարժումների միջոցով։ Բառացիորեն դա այդպես է թարգմանում լատիներենից։ Կինեզիոթերապիան իր մեջ ընդգրկում է բազմաթիվ պրոցեդուրաներ։ Կինեզիոթերապիայի մեջ կարող են ներառվել բուժական ֆիզկուլտուրայի ակտիվ եւ պասիվ ձևերը, մերսումները կարող են ներառվել, մանուալ թերապիան եւ ֆիզիոթերապիան։ Որ դեպքերում է այն ցուցված կամ ողնաշարային որ խնդիրների դեպքում է այն կիրառելի ու բժիշկը հենց սա է ցուցում տալիս։ Առհասարակ կինեզիոթերապիան հենաշարժողական համակարգի հիվանդությունների ժամանակ ցուցված է, կարող են բժիշկին դիմել կեցվածքի շեղումների ժամանակ, ողնաշարի սուր եւ քրոնիկական ցավերի ժամանակ, պրոտրուզիաների եւ ճողվածների ժամանակ, միջողբային աճառային սկավառակների հիվանդությունների ժամանակ, օստեոխոնդրոզի ժամանակ։ Մեկ անգամ հաճախելով բժշկի մոտ թերապիային մասնակցելով մարդիկ կարող է տանը փորձեն նույն վարժությունները կրկնել, արդյոք կարելի է։ Նախ եւ առաջ ասեմ, որ պրոցեդուրաները կատարելուց հետո պարտադիր բուժական ֆիզկուլտուրայի վարժությունները հանձնարարում ենք, որպեսզի տանային պայմաններում կատարեն, որպեսզի էֆեկտը ավելի բարձր լինի։ Այսինքն տան պայմաններում կարելի է կատարել, բայց միայն բժշկի ցուցումով ու ցուցված վարժությունները։ Իսկ ունի հակացություններ։ Կինեզիոթերապիան հակացված է ուռուցքների ժամանակ, արյան տարբեր վարակների ժամանակ, զարկերակային հիպերտենզիաների ժամանակ է հակացված եւ հակացված է հոգեկան շեղում ունեցող անձանց։ Իսկ տարիքային սահմանափակում ունի։ Միանշանակ ոչ, քանի որ կինեզոռեաբիլիտացիան դա վերականգնողական պրոցեդուրաների շարք է, եւ բացարձակ անվնաս է կատարվում։ Ինչ հաճախականությամբ կարելի է կրկնել եւ սովորաբար միջինում մեկ կուրսը քանի օր է տևում։ Հաճախականությունը եւ կուրսի տևողությունը կախված է արդեն տվյալ խնդրի բարդությունից։ Իսկ նման թերապիաների արդյունավետությունը ինչպես կորոշեք։ Արդյունավետությունը կինեզիոթերապիայի կայանում է նրանում, որ դա ոչ վիրահատական մեթոդ է համարում, կոնսերվատիվ մեթոդ է, այսինքն մենք կարող ենք խուսափել վիրահատական միջամտություններից եւ միայն առողջ տարբերակով օգնել մեր օրգանիզմին, որպեսզի նա վերականգնվի։ Շնորհակալություն, այսպիսով առողջությունը պահպանել այնքան էլ դժվար չէ, իսկ դուք շարունակեք հետևել մեզ քիչ անց կրկին անպայման կմիանանք։ Տեղափոխվենք հեքիաթների աշխարհ։ Սահմանադրության փոփոխությունների մասն ենք խոսելու։ Վայ Սերգեյ։ Գերմանիայի Շվայն քաղաքում, որտեղ Գրիմ եղբայրները գրել են Կարմիր գլխարկի հեքիաթը, տեղադրված է այդ հեքիաթի գլխավոր հերոսների Կարմիր գլխարկի եւ Գայլի արձանները։ Իսկ տոնորերին ավանդի։ Իսկ Կարմիր գլխարկի տատիկի արձանը ինչի՞ չկա։ Ցավ չգիտեմ։ Գալը կերել այրվի դրա համար։ Իրական ուրեմն իսկապես կերել է, մեզ խափում էին, որ այդ գլխավոր հերոսը չի տատիկը։ Կարմիր գլխարկն ու Գայլն են գլխավոր հերոսը։ Ոնց է տատիկը դրդապատճառն է, այսպես ասած կոնֆլիկտ է, այդ ամբողջի, եթե տատիկը չլներ, եթե Գայլը չուզենար ասենց տատիկին ուտել, ապա ոչ իման չէր լինի, հասկանում ես։ Դա է Կարմիր գիծը, այո։ Հասկացա։ Դե անցի առաջ։ Թատերա քննադատ Սերգեյ Դանիելյանն էր մեր եթերում, շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Տոնորերին ավանդույթի համաձայն բոլոր աղջիկները կրում են այդ Կարմիր գլխարկը եւ Կարմիր տղաները նույն հեքիաթի արկածախնդիր եւ շատ անզգուշ կայելի դիմակը։ Այո, կան նաեւ երկրորդական կերպարներ, որսորներ, այո, որի մասին մենք այսօր կլռենք ուղղակի։ Միշտ երեխա մնացող Պիտեր Պենի կերպարը Ջեյմս Բարին ստեղծել է 14 տարեկանում կյանքից հեռացած եւ հարազատների հիշողության մեջ հավերժ երեխա մնացած եղբոր հիշատակին։ Ջոնի Պանչիկը անգլիական ազգային հեքիաթ է, որի ռուսական տարբերակը Գնդիկ Բոքոնիկն է, իսկ աշխարհում ամենատարածվածն այդ հեքիաթի ամերիկյան տարբերակն է, որը կոչվում է տղա բլիթ կամ կոճապղպեղի մարդուկ։ Այսինքն կալաբոկն է, կալաբոկ։ Եթե վերլուծենք Գրիմ եղբայրների 200 հեքիաթները, ապա ակնհայտ կդառնա, որ դրանցում դերակատարություն ունեցող կանայք իրենց շատ ավելի վատ են պահում, քան տղամարդիկ։ Ինչ անենք, խտրականությունը փաստորեն երեխաների
Մեծ դաստիարակվում է փոքրուց։ Այո, նաև շատ եմ սիրում Չարաջիջի Կարլսոնի կերպար, այո, շատ լավ տիպեր ինքը, այո։ Իմ ասելու հետ դա ոչ մի կապ չուներ, ասենք առաջ։ Ատամանը ամբողջ ասելը քո հետ կապունն է, ինչ որ։ Այո, Սերգեյ։ Մանկության խորհրդավոր թեման կշարունակի մուլտերի մասին պատմող մեր տեսանյութը։ Բայց գովազդից հետո կդիտենք Ինչպես եւ խոստացել էինք, այժմ դիտում ենք տեսանյութ մուլտերի մասին։ Ահա, դա։ Ծանոթացեք, պարոն Լեոպոլդ ծնունդով Մուրլիկինա փողոցից է, չի ծխում, չի խմում ու համոզված է։ Всё желтеет кругом и уходит лето, неприятность эту мы переживем. Լեոպոլդի կերպարը ինքը ենթադրում է հարմարողականության կամ ընկերասիրության կամ միասնականության, այսպիսի որակների ձևավորում, փոքր ինչ ռոմանտիզմի ժանրից է, որովհետև վերջի մարդը ունի հույզեր եւ ասենք շատ ժամանակ հույզի ազդեցության տակ հնարավոր չի այդքան համբերատար եւ այլն լինել, սակայն եթե կարողանան փոքր տարիքից ձևավորել, շատ ավելի դրական կլինի եւ շատ ավելի համբերատար եւ հարմարվող կլինի։ Կոնֆորմիզմը ձևավորում է Լեոպոլդի կերպարը։ Между прочим, это мы переживем. Մենք սիրում ենք Լեոպոլդին, որովհետև նա բարի է։ Մենք սիրում ենք Պույպույին, որովհետև նա աշխատասեր է։ Եվ վերջապես Վինիին, որովհետև նա լավ է երգում։ Իսկ ինչի համար օրինակ կարելի է սիրել Սպունգին։ Որտև ինքը միշտ խոհարար է լինում մուլտիկի մեջ։ Ինքն պիչա սիրում, ես եմ սիրում պիչա։ Տանում ատալսը մարդկանց իրանք ուտում են։ Հեքիաթի մի տարբերակ մուլտֆիլմը, որի հերոսների հետ իրենք կարող են իդենտիֆիկացնել, նմանեցնել իրենց 30-40 րոպեն, համարվում է այն ժամանականակը, որը երեխան իսկապես անցալում է եւ դիտում է որպես անալիզ անելով կամ ուսուցողական կամ ինչ-որ բան նստում է նրա գիտակցության եւ ենթագիտակցության մեջ։ Դրանից հետո դառնում է ավելի շատ մեխանիկական եւ ավելի շատ դա կախվածություններ սկսում առաջացնել։ Շատ կուզեի իրան հանդիպեի։ Ջրահարսին, Զորուշկային, ինքն էլ է տենց բարի հոգով ու ինքը շատ նուրբ է։ Տոմի Ջերին մեկ էլ Սպայդերմենը, որ պատից պատ է կարողանում թռնի։ Բեթմենը, մյուսներին հաղթում է։ Արիելը, ինքը լողում է ջրի մեջ, շատ սիրում է ու բարի։ Ինքը մամա չունի, ինքը մենակ պապա ունի։ Բացարձակապես խորհուրդ չի տրվում մինչև 3 տարեկան երեխաների մուլտֆիլմերի դիտումը, ինչը շատ հաճախ ծնողները անում են։ Այդ շրջանում տեսեք, դեռևս շարժողական ֆունկցիաներ եւ շատ ֆունկցիաներ երեխաների մոտ զարգացած չեն, երբ որ երեխան զբաղվում է մուլտֆիլմում, ուղղակի ինքը դադարում է շարժվել։ Կենտրոնանում մուլտֆիլմի վրա եւ այն շարժողական շարժումները, որը պետք է կատարի կամ այն ֆունկցիաները, որ պետք է զարգանան, չեն զարգանում եւ հետագայում կարող հենց շարժողական համակարգի հետ, տեսողության հետ, աճի հապաղման հետ կապված խնդիրներ առաջանալ։ Մենք սիրում ենք նայենք։ Մենք անկախ ամեն ինչից մուլտիկ շատ ենք սիրում։ Մասան ոնց անում նայելասը։ Մուլտֆիլմ որպես այդպեսին առանց գրքի կամ առանց պատմվածքի հիմքի, այս վերջերս են լինում, որոնք բանի պիտանի չեն իրականում։ Հա, որովհետև այժմյան անիմացիոն այդ մուլտֆիլմները եւ այլն, իրենք ուղղակի շեշտը դնում են էժան եւ կլանող լինելու համար, ասենք կիրառում են գույներ, որոնք ուղղակի երեխային կլանում է, բայց այդ գույները երեխայի մեջ ագրեսիա են ձևավորում։ Իմ համար հին մուլտերը ամենավառ, ամենահետաքրքիր մուլտերն է։ Նոր հերոսներին ես հիմա ասենք այդքան չեմ նայում եւ չեմ էլ սիրում, ճիշտն ասած։ Հիմա այդ հետաքրքրությունը մտցնում է հենց այդ անիմացիան, իսկ այն ժամանակ սցենարն էր մտցնում հետաքրքրություն։ Երևի Դեսպասիրի նապաստակին, որ ամեն անգամ ինքը իր հմտությունների շնորհիվ կարողանում է վերահաս վտանգներից խուսափել։ Տարզանին։ Չիպոլինո մուլտիկն եմ եկել շատ սիրում։ Բոլոր կերպարները իմ համար առանձին շատ կարևոր նշանակություն ունեն, սիմվոլիկ են, ասենք իմ համար իմ ընկերները մեկը Լիմոնն է։ Իմ սիրելի մուլտֆիլմի հերոսը միշտ եղել է Թոմը, Tom and Jerry մուլտֆիլմից,
իր մեջ ինձ դուր է եկել այն, որ ինքը միշտ փորձում է բռնի մկանը, միշտ փախնում է, բայց ինքը էլի փորձում է բռնի, այսինքն չգիտեմ, ես այդ նմանացում եմ ինչ-որ աշխատասիրության, որ ինքը երբեք չի հանձնվում։ Վառ գունավոր մուլտհերոսներ կիսով չափ բարի, կիսով չափ չար։ Դա ամենավատն է, ճահիճի նման, որ ասենք երեխան ձևավորվում է առանց որևիցե մոտիվացիայի, հա։ Գոնե չարը երեխան հասկանում որ չպետք է այդպեսին լինի, իսկ երբ որ ոչ բարի եւ ոչ չար, ոչ մի ստակություն չկա, որը կարող է ապակողնորոշել երեխային, նույնը սեռերի տարբերությունը, երբ չի տարբերակվում, առավել եւս երբ որ դա նախատեսված է, վաղ դեռահասության, հա, 10-12 տարեկան երեխաների համար։ Այն, ինչ երեխաների համար է ստեղծվում, պետք է ամենաբարին ու ամենագեղեցիկը լինի։ Այս կանոնով պետք է առաջնորդվեն ծնողները ամեն անգամ մուլտֆիլմեր ընտրելիս, որպեսզի հետո, երբ երեխաները մեծանան ու բարության պակաս գան, հիշեն, որ ամեն անգամ, երբ սկսում են նյարդայնանալ, իրենց հարկավոր է Спокойствие, только спокойствие. Ամեն անգամ, երբ զգան, որ սկսում են գիրանալ, հիշեն, որ Поверь мне, Карлсон, не в пирогах счастье. Ամեն անգամ, երբ բարկանում են ինչ-որ մեկի վրա, փորձեն առաջին քայլն իրենք անել։ Ребята, давайте жить дружно. Ու ամեն անգամ, երբ իրենց բարություն տան, ժլատ չլինեն բարերի մեջ։ Поздравляю! С днем рождения! Спасибо, пятачок. Ты настоящий друг. Լելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Իհարկե Վինի Պուխի մեջ իշուկը ինձ ամենաշատը հոգերս։ Սովետական մուլտֆիլմերն իհարկե հիանալի են, հուսանք որ դրանց դարանորից կկրկնվի։ Եթե ուզում եք լավ հիշողություն եւ ճկուն մտածողություն ունենալ, ապա հաճախակի երաժշտություն լսեք։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր երաժշտասերներին երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ եւ իհարկե ունենք երաժշտական հյուր մեր տաղավարում։ Շանթ հեռուստաընկերության ժողովրդական երգիչ նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Նարեկ Պողոսյանն է մեր հյուրն այսօր։ Բարի լույս Նարեկ։ Բարի լույս բոլորին։ Շնորհավորում ենք քեզ այսօրվա կապակցությամբ իհարկե։ Շնորհակալ եմ։ Հիշում եմ, որ ժողովրդական երգի ուղի նախագծի շրջանակներում երբ հանդիպեցինք, խոսում էինք այն մասին, որ դու շուտով կունենաս տեսահոլովակի պրեմիերա եւ այս առիթով այժմ մենք այստեղ ենք շատ ուրախ եմ։ Իա խոսքի տերն արեց էլի վեր։ Եվ կխնդրեմ մի փոքր պատմել այս մասին։ Դա ժամանակ արդեն նախապատրաստական փուլում էր գտնվում տեսահոլովակը, հիմա արդեն վերջնական պատրաստ է եւ այսօր շատ ուրախ եմ, որ Շանթի եթերում առաջի անգամ պրեմիերա կանենք։ Այո, մենք իհարկե կդիտենք տեսահոլովակը, ինչպես առաջացավ նախաձեռնությունը, եւս մեկ անգամ խնդրում եմ, ով է ռեժիսորը, որ երգի հիման վրա։ Տեսահոլովակի նկարահանման, ասենք սկսենք սրանից, որ տեսահոլովակի նկարահանման գաղափարը ծնվեց մեր շատ սիրելի երգչուհի Տիկին Լեյլա Սարբեկյանի մտահղացմամբ։ Մենք միասին ենք ամբողջ գործը կատարել երգի ձայնագրությունից սկսած մինչև տեսահոլովակի նկարահանումը եւ ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է Steps 90-90 ստեղծագործական խմբից այդպես այո դա լրիվ բավական է որ երգի հիման վրա է այն նկարահանված չեք ուզում նայենք լավ ես ուզում եմ նայեմ անհամբեր եմ երգը համեմատաբար նոր երգ է գրված է Աշուղ Լեյլիի մեր ժամանակակից աշուղներից ստեղծագործող Աշուղ Լեյլիի կողմից եւ երաժշտությունը եւ բառերը շատ գեղեցիկ երգ է, այո, Աշուղ Լեյլի։ Շատ լավ, դիտենք տեսահոլովակը, վերադառնանք եւ զրուցենք։ Երգի պրեմիերա մեր եթերում տեսահոլովակի պրեմիերաների շարք, դիտում ենք։ Պարային այսպես դրական լիցքելով տեսահոլովակ է, շնորհավորում ենք քեզ իհարկե եւս մեկ անգամ եւ այսպես բովանդակության մասին էիր ուզում խոսել, խնդրեմ։ Այո, իհարկե, տեսահոլովակը մենք հիմնականում միտքը օգտագործել ենք այն, որ փորձել ենք եւս մի անգամ առիթը օգտագործել վերհանելու մեր հին հայկական խաղերը, ավանդական հավալան, կողը, ճորբան քաշոցի մի քանի հատ հետաքրքիր խաղեր կային, ինչպես նկատեցիք տեսահոլովակի մեջ։ Տեսա անդեշ միլիցա հավալաբանսա։ Իհարկե գեղեցիկ հետաքրքիր էր եւ ինքը ավելի շատ պոզիտիվ դրական տեսահոլովակ է։ Smart հեռախոսը ինչ կապ ունի։ Բովանդակությունն էլ այսպեսին է, որ ինքը ժանրը կբնութագրեի որպես մի փոքր գիտաֆանտաստիկ։ Ես մտնում եմ ֆոտո, հին 19-րդ դարի հայկական հագուստ եմ հագնում, որ կանգնում եմ որպեսզի նկարվեմ եւ երբ որ արդեն կոճակը սեղմում են նկարալու, միանգամից տելեպորտացիա լինում եմ հին
ժամանակաշրջան 19-րդ դար, այդ նույն հագուստով, ուղղակի հետս ժամանակակից ընդհանուր մեկ իր եմ տանում, այդ հեռախոսը, որը այնտեղ մարդիկ երբ որ տեսնում են, բոլորը շփոթվում են, այս ինչ է, այս ոնց հայտնվավ։ Շատ բարդ է։ Եվ հայտնվում եմ միանգամից իրադարձությունների կենտրոնում, երբ որ այդ խաղերն է ընթանում, ես էլ միանգամից մտնում եմ, միաձուլվում եմ այդ խաղերին։ Չեմ կարծում, որ հենց այդպես կարդացվի, ուղղակի, բայց չէ, այդ smart հեռախոսը բերեց ինչ-որ ասենք այսօրվա օրվա հետ կապվեց ինչ-որ մի բան։ Այդպես տվեց, եթե այն ինչ-որ դուք եք ասում, պետք է ծիտրով տակ գրեք, հասկանալ։ Իսկ ես այդպես տաղացումը քոններն արեք թե ռեժիսորին է։ Չէ, ռեժիսորի եւ իր ստեղծագործական խմբի հենց սկզբից երբ որ հանդիպեցինք, նրանց առաջարկեցի երգը լսեցին եւ իրենք էլ իրանց կողմից առաջարկեցին սցենարը։ Լավ եք նկարում, այդ տարիքերը նկարվել։ Դե ամառվա շոքիներ ինքը մենք հակած ենք երկարաթև մի քանի հագուստի։ Բա մեր տատիները պապիները ոնց են հակել այդ շոքին, տեսնում ես։ Դե ամառով ինձ թվում է այն ժամանակ չեն հակել այդ։ Դուք էլ ամառային տարազակն եք։ Այդ գեղեցիկ շորերը տրամադրելու համար իհարկե կարելի չէ շնորհակալություն հայտնել մեր Տերյան մշակութային կենտրոնին, որը մեր ազգագրական հին ավանդական շորերը փորձում է ժամանակակից պայմաններում ներկայացնել։ Ինչ հետաքրքիր էսպես արտարոց բան է եղել նկարահանման ընթացքում, որովհետև բավական ուրախ է արտարոց բանը էր, որ իրոք ես իմ պատճառով տեղ ունեցավ ուշացում։ Ամբողջ նկարող խումբը, պարող այդ մեր արտիստական անձնակազմը սպասեցին մոտ ժամուկես։ Բայ դուր էր։ Դե լավ նկարահանումները։ Խնդիրեր առաջարկեցել, տեխնիկական խնդիրեր իհարկե, բայց փառք Աստծո ամեն ինչ լուծվեց եւ չխանգարեց։ Աշուղ Լեյլին գոհ է տեսահոլովակից։ Աշուղ Լեյլին դեռ չէր տեսել, հիմնականում տեսահոլովակը մի քանի օր առաջ են վերցրել, նույնիսկ մեր տնեցիք էլ չեն տեսել հələ։ Իսկ Աշուղ Լեյլին Լելի Սարեբեկյանի հետ կապ ունի ինչ։ Չէ։ Իսկ Էրիկ Քլեպտոնի Լելի։ Փաստորեն իրոք որ պրեմիերա էր, նաև ընտանիքի անդամների համար, բոլոր նրանց համար, այսինքն բոլոր նրանց համար, ովքեր չէին աշխատել տեսահոլովակի շուրջ, պրեմիերա էր։ Բայց անհամբեր սպասում էին։ Շնորհավորում ենք քեզ եւս մեկ անգամ, քեզ ցանկանում ենք իհարկե շարունակական հետաքրքիր ու լավ տեսահոլովակներ, մեծ բեմեր։ Լավ երկեր, ձեզ շատ շնորհակալ եմ, որ այս առիթ ընձեռեցիք իմ տեսահոլովակը ներկայացնել առաջին անգամ ձեր եթերով մեր աշխարհի ամբողջ հայության համար։ Սիրով սպասում ենք նոր լուրերի։ Ասում են Շանտի կադրերը միշտ էլ այստեղ տեղ ունեն, միշտ համեցեք, այո, միշտ խոսենք, զրուցենք։ Կրկին շնորհավորում ենք, հիշեցնենք, որ Նարեկ Պողոսյանն էր մեր տաղավարում, օր ուներ տեսահոլովակ ժողովրդական երգիչ նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Այո։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ճապոնացիները սնվելու հարցին շատ լուրջ ու կարելի է ասել փիլիսոփայորեն են մոտենում։ Նրանց մոտ ընդունված է ուտել դանդաղ, քիչ եւ ճիշտ։ Այո, բազմիցս նկատել եմ արտասահմանում ճապոնացիներին ռեստորաններում։ Եթե այլ ազգիները խառնում են իրենց ափսեների մեջ բոլոր ճաշատեսակները եւ վերցնում են սարսափելի շատ, ապա ճապոնացու ափսեից ճապոնացուն չնայելով կարելի է հասկանալ, որ նա ճապոնացի է, որով ամբողջ ափսեի մեջ դրված է մի հատ փուճուրիկ մի բան եւ փայտիկներ։ Այո, նա ուտում է ժամերով, շատ դանդաղ եւ այսպես զգում ես, որ ուտելը արարողություն է իր համար, այլ ոչ թե միայն փոր լցնելու եւ կշտանալու մի բան։ Արավելագետ Սերգեյ Դանիելյանն է մեր տաղավարում ճաշատեսակները պետք է լինեն առավելագույնը 3 ժամ առաջ պատրաստված, Սերգեյ, այսինքն թարմ, այսպես Դրա 3 ժամ, օրինակ, եթե խոսենք բորշի մասին, ապա բորշը պետք է գոնե մի օրական լինի։ Երկրորդ, ճաշի արտաքին տեսքը չպետք է շատ ճոխ եւ զարդարված լինի։ Երորդ, մեկ ափսեի մեջ չի կարելի տարբեր ճաշատեսակներ խառնել, ամեն ինչ պետք է ունենա իր փոքրիկ տարան, եւ չորրորդ, վերջապես ամենակարևոր կանոնը ափսեն պետք է կիսադատարկ լինի, ինչպես արդեն ասաց Սերգեյն ամեն ինչ ասաց։ Ճապոնական խոհանոցը այս երկրի բնակիչների համար երկարակեցության երաշխիք է, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր տարեցների միջազգային օրն է եւ թեման շարունակում է մեր տեսանյութը։ Ես բան եմ ուզում ասել, բայց չի թողում ես աղջիկը խոսեն տարեցների, կովա տարեցների բանի Այս մարդը նստած դե չեն թողում ոչ խոսեն, ոչ դուք ունեք թոշակ նշանակել։
Այսօր նրանց տոնն է, ովքեր արդեն հատել են 60-ի սահմանը, այնքան ապրել, որ կարող են խորհուրդներ տալ ու խորհուրդներ չհանդուրժել, ում հարստությունը անցած տարիներն են, իսկ կյանքի իմաստն արդեն թոռնիկները։ Հոկտեմբերի 1 տարեցների օր։ Այդպես որոշեց Մայկի գլխավոր ասամբլեան 1990 թվականին։ Սկզբում Եվրոպան տոնեց, Եվրոպայի օրինակին հետևեց Ամերիկան, իսկ հետո ամբողջ աշխարհը։ Այն հատկապես մեծ շուքով ու աղմուկով տոնում են սկանդինավյան երկրներում։ Հաղորդումներ, ֆիլմեր, մեծ ու փոքր միջոցառումներ, մեծ ու փոքր նվերներով։ Իդեպ տարեցների հարցում ամենահարուստը Ճապոնիան է։ Այնտեղ են ապրում ամենաերկարակյաց մարդիկ։ Այնտեղ նրանց 60-ից հետո վերաբերվում են ինչպես փոքրիկների ու առհասարակ ամենաշատ ուշադրությունը Ճապոնիայում հենց նրանցն է։ Հայաստան, մեր տարեցները աշխարհի մյուս տարեցներից չեն տարբերվում իրենց տեսակով, բայց տարբերվում են պահանջներով։ Մեզ տալիս են ինչ ունեն, իսկ փոխարենը պահանջում։ Արել եմ ամեն ինչ արել եմ ջահելության վար, ոչ մի բանից չեմ փոխմանում։ Այդքան պարտադությունս կփոխեի, որ հիմա գործ չունենք։ Ես ավելի շատ աշխարհով կմանգայի, այդքան վատ։ Ոչ մի բան չէի փոխել, ճիշտ ապրել եմ, լավ երեխեք ունեմ։ Միակ կորուստս ամուսինս է եղել։ Պաշտպանել եմ, որ չհասցրի վերջացնել ուսումս։ Չէ նորից կապրեի նույն կյանքը։ Մի հեռախոսազանգ, մի ջերմ խոսք, մի գրկախառնություն, ահա թե ինչից են երջանկանում նրանք, ում համար ամեն մի նորամուծություն անիմաստ է, ովքեր այդպես էլ նոր տեխնոլոգիաների հետ չեն հարմարվում ու չեն ընդունում նոր ժամանակներն առհասարակ։ Իրենց ժամանակ ամեն բան ուրիշ էր, ավելի լավը, ավելի ճիշտ։ Իսկ եթե նորից անցնելու լինեն իրենց կյանքի ուղին, ապա կփոխեն։ Պետք է որ լինի աշխարհում խաղաղություն, որտեղ ես շատ վախենում եմ դրանից։ Օ, ես բանկերի հետ խնդիրներ ունեմ այսօր։ Բանկ եմ գնում։ Մարդավարի ապրել։ Ուշակները ավելացնեն, որ պապիկները երկար չաշխատեն։ Էլի խաղաղություն։ Ուշադրություն եւ սեր, միայն։ Բացի խաղաղությունից ոչ մի բան չենք ուզում։ Որ սաղ չահելներին ոչ մի բան չպատանի։ Մենք մեծերս ընդհանրապես աղջիկս բան կուզենք, հարկանք կուզենք։ Երեխաների լավագույն խաղընկերները, երեխաների նման կամակոր, հետաքրքրասեր, նեղացկոտ ու մի քիչ էլ եսասեր, ովքեր լավ է որ կան, իսկ երբ չլինեն, մի շատ կարևոր բան, հաստատ պակաս կլինի։ Իրնամ Կրչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը Շանթում։ Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող։ Այդ ցուցանիշը 2014 թվականի դրությամբ Հայաստանում կազմել է 10,6%, ասել է, թե Հայաստանը ծերացող երկիր է։ Այդ խնդիրների մասին այսօր կզրուցենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության գծով օգնող Մհեր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Ես ցավոք ոչ մի լավ բանի մասին չի ստացվում խոսել, ասենք միշտ Հայաստանի մասն է խոսքը, ինչ որ մի վատ թեմա են քննարկում, բայց դե քննարկում ենք որպեսզի լավանա, այսպես է։ Հայաստանն ինչ տեղ է գրավում ծերացող երկրների թվում։ Ընդհանուր միտման տեսանկյունից Հայաստանը շարժվում է աշխարհի հետ, եթե կարելի է այդպես ասել, որովհետև եթե նայում ենք օրինակ ժողովրդագրական տվյալները գլոբալ, ընդամենը 1950-ական թվականներին ամբողջ աշխարհում կար մոտ 200 միլիոն տարեց, 2000 թվականին եռապատկվեց այդ թիվը, հասնելով 600 միլիոնի, իսկ ըստ կանխատեսումների 2050-ին մենք ունենանք մոլորակի վրա արդեն մոտ 2 միլիարդ տարեց մարդ։ Հայաստանը այդ իմաստով շարժվում է համընթաց աշխարհում։ Ես կարծում եմ Հայաստանը ունի մի փոքր իր սպეციფիկան, ինչպես որ բոլոր ուրիշ երկրները։ Ես կարծում եմ մեզ մոտ ծերացումը գնում է ոչ այն համար, որ երիտասարդները երեխաներ չեն ունենում, այլ համար, որ երիտասարդները երեխաներ ունենում են ու միանգամից տեղից գնում են։ Այսինքն արտագաղթն է, հա, էլի պրոբլեմը, որ տարեցները մնում են այստեղ, իսկ երիտասարդները գնում են, ասենք, ինչ կարծիքի եք։ Լիովին համամիտ եմ, եւ եթե մենք նայում ենք այն տենդենսները, այն գործոնները ավելի շուտ, որոնք ազդում են ժողովրդագրական իրավիճակի վրա, մասնավորապես ծերացման առումով, տեսնում ենք, որ շատ խոշոր դեր է խաղում արտագաղթը։
Այսինքն եթե նույն Գերմանիայում կամ որևէ այլ եվրոպական երկրում ծերացումը ունի այսպես այլ մեխանիզմներ, որ մարդիկ չեն ուզում երեխա ունենան, մարդիկ այլ կերպ են մտածում, փոխվել են եւ այլ, ապա մենք չենք փոխվել, մենք մնացել ենք նույն հայերը, որ մեծ հաճիկով 3-4 երեխա կունենանք, ասենք հաճիկով կապել եւ կբազմանանք։ Չհամաձայնվել, որովհետեւ մենք այժմ ընտանիքներում շատ ավելի քիչ երեխաներ են ունենում, եթե մեր տատիկներն ունենում էին 5 եւ ավելի երեխաներ, այժմ 1-2 երեխայով սահմանափակվում են, եթե դա ունենում։ Դրա համար անջան, որ կինը գրել կարդալ է իմանում։ Դա չունի, միայն արտագաղթը չի խնդիրը։ Միայն չէ, ասեցի որ խնդիրից մեկն է։ Եթե թույլ կտաք, լսում ենք մասնագետին։ Ամբողջ աշխարհում, ինչպես ասացի, այդ ծերացման միտումները կան եւ հիմնական երկու գործոնը, որ օգնում են, որպեսզի դա տեղի ունենա, դա ծնելիության նվազումն է եւ երկարակեցությունը, այսինքն ձգվող կյանքի տևողությունը ամբողջ աշխարհում։ Հայաստանում այդ երկուսին ավելացել է նաեւ այն երրորդ գործոնը, որ դուք նշեցիք, դա միգրացիան է։ Եվ ինչ որ առումով միգրացիան շատ ավելի խոշոր ազդեցություն է ունենում մեր բնակչության ծերացման վրա, քան կարելի ասել այն երկու, այսինքն ծնելիությունը եւ կյանքի տևողության, միջին տևողության երկարաձգումը։ Ծնելիության առումով դուք նոր թվեր եք նշում, թվեր եք քննարկում, ասեմ, որ եթե նախկինում մեր ընտանիքները ցանկանում էին ունենալ եւ ունենում էին 3-4 երեխա, միջինը, ասենք մինչև 90-ական թվականները, մեր կատարած վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ էլի ցանկանում են ունենալ 2-3 երեխա, գոնե 2-3 երեխա, բայց իրականում ունենում են 1-2, առավելագույնը 2 երեխա ամենատարբեր պատճառներով, սկսած առաջին սոցիալական, տնտեսական պայմաններից վերջացրած հոգեբանական, երկրի ապագայի հետ կապված վստահության եւ այլ խնդիրներով պայմանավորված։ Իսկ ինչ ուսումնասիրություններ կան, ինչպիսի միտում կա, դա ավելի խորանալու է, թե կան ինչ-որ նշույլներ, որ միգուցե այդ process-ը կանգնի։ Թե հույսը վերջինն է մեռ։ Նկատի ունեք ծերացումը, թե ծնելիության սկզբի ծերացումը։ Կարծում եմ, որ անխուսափելի է այդ միտումը խորանալու է Հայաստանում միանշանակ, որովհետեւ կան ժողովրդագրական process-ներ, որոնք կասեցնել կարճ ժամանակահատվածում ուղղակի հնարավոր չէ, այդ թվում նաև ծերացումը։ Մենք շատ շուտով ականատես կլինենք տարեցների տեսակարգկշռի աճի Հայաստանում, որը մոտավորապես մի երևի 20-30 տարում կհասնի 20%-ի բնակչության կազմում, մոտավորապես։ Այստեղ գիտեք ինչ կարևոր խնդիր կա, որ անպայման պետք է հաշվի առնել, կա այսպիսի մի գործակից ժողովրդագրության մեջ կոչվում է աջակցության կանխատեսվող գործակից։ Դա ինչ է ցույց տալիս աշխատողների եւ կենսաթոշակառուների հարաբերակցությունը բնակչության մեջ։ Այս պահին մենք ունենք մոտավորապես 5-1-ի հարաբերակցություն, այսինքն 5 աշխատող իր վրա է վերցնում մի թոշակառուի բեռ, եթե կարելի է շատ կոպիտ ասել։ Եվ նույնը այդ թոշակառուի թոշակը 50,000-ից ավել չի, ոնց է ստացվում։ Այո, եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով, եթե դրան ավելացնենք, որ 2050-ին կանխատեսում է, որ մենք ունենանք 2-2.5 աշխատող, որը պիտի հոգա մեկ չաշխատողի, այսինքն մեկ տարեցի կարիքը։ 20,000 է ստանալու։ Չգիտեմ, ես չեմ կարող ճշգրտորեն ասել, թե ինչ որքան կստանան, բայց մի բան միանշանակ կարող եմ ասել, որ եթե մենք այսօր չփորձենք լուծել այդ խնդիրը, եթե այսօր քայլեր չանենք այդ ուղղությամբ, վաղը մեր երկրի տնտեսությունը ուղղակի ի վիճակի չի լինելու հոգալ նրանց կարիքները։ Մեր երկրի տնտեսությունը, ես ճիշտ ասած մի քիչ չեմ կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը, հա։ Մեր երկրի Որտեղ է մեր երկրի տնտեսությունն այսօր, որ 20-30 տարի հետո պիտի խնդիրներ ունենան։ Մենք այսօր ունենք։ Խնդիրը դրա մեջ է, ասենք ամեն ինչ գալիս է հենց մի բանից, որ տնտեսություն որպես այդպիսին այսօր մենք շատ թույլ է, ասենք, չեմ ուզում ասեմ չունենք, հա, ունենք, հա, թեթև արդյունաբերություն կա, բայց եթե այդպես շարունակվի, ապա ես ոչ մի լավ բան չեմ կանխատեսում։ Եթե մենք խոսում ենք ծնելիության պակասի մասին, նվազման մասին, ողջ աշխարհում է այս տենդենսը միտվում։ Ինչպիսի պատկեր է այս աշխարհում, հա, դիտվում։ Հայաստանը քայլում է աշխարհի հետ, համաձայն ենք, բայց ինչ է այնտեղ կատարվում, ինչ հետևանքներ այնտեղ կարող են լինել։ Նաև ծնելիության անկման առումով մենք էլի աշխարհի հետ համակայել ենք, ընթանում, մեզ մոտ էլ, եթե հիշում եք,
բավականին բարձր ծնելիություն էր սովետական շրջանի վերջում, որից հետո կտրուկ անկում ապրեց եւ 2000-ին 2001-ին բացարձակ թվով ամենացածր թիվը ունեցանք մենք ծնունդների, մոտավորապես 30,000, հետո մի քիչ էլի աճեց, բայց ամենայն հավանականությամբ մենք ունենանք անկում նաեւ այս ասպարեզում։ Ուղղակի այսպիսի մի խնդիր կա, որ այո, աշխարհում այդ տենդենսը կա եւ զարգացած երկրներում եւ զարգացող երկրներում, երկուսում էլ կրճատվում է։ Իհարկե, եթե նայենք աֆրիկյան երկրները, այնտեղ դեռ շատ բարձր մակարդակի վրա է ծնելիությունը, հասնելով մինչև 6 երեխա մեկ կնոջ հաշվով, բայց եվրոպական արդեն շատ երկրներում բարձ վերարտադրության մակարդակից իջել է։ Այսինքն, եթե կարելի ասել, երկրի բնակչությունը ինքը իրեն չի վերարտադրում։ Նույն իրավիճակում մենք ենք այսօր, Հայաստանն է, Հայաստանի բնակչությունն է, մենք դեռ ունենք որոշակի փոքր բնական հավելաճ, բայց ցավոք կանխատեսումները ցույց են տալիս, որ շատ շուտով մոտ ապագայում մեր հավելաճը կդառնա բացասական, այսինքն ծնվածների, մահացածների հարաբերակցությունը կլինի բացասական։ Փոքր լավատեսական նոտամտցնեմ այս ամենի մեջ, եթե վերցնենք Եվրոպան, ապա այնտեղ ես ոչ մի չեմ տեսնում առաջ խաղացում, որովհետև մարդիկ ուղղակի չեն ուզում ունենան երեխա, այնտեղ կա շատ ու շատ ուրիշ խնդիրներ, սկսած միասեռական, ասենք, զանգվածներից, որոնք որ չեն բազմանում եւ վերջացած, որ ուղղակի մարդիկ ուզում են հանգիստ ապրեն եւ այլն։ Մեզ մոտ մարդ բնական պահանջ ունի դեռ բազմանալու, ուղղակի դու փառք ասու, ուղղակի նա չունի դրա հնարավորությունը։ Իսկ հնարավորությունները մենք գիտենք որտեղ է, ասենք, այսպես թաքնված, եթե վերցնենք մեր գրեթե բոլոր օլիգարխներին, նրանք մի 5 հատ երեխա ունեն։ Ասենք, հա, վատ չի, թող բազմանան ես բան չեմ ասում, բայց թողեք մենք է բազմանանք այ քեզ բան։ Գիտեք, ես էլ 4 երեխա ունեմ, բայց հաստատ ինձ չեմ ասում օլիգարխների շարքի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչպես եք հասցրել։ Շատ հաջող։ Շատ լավ։ Ես չեմ կարող Սերգեյի հետ չհամաձայնվել մի այսպես հարցի շուրջ, ես ասացի, որ այո, երեխաները մեր տատիկներն ու պապիկներն ունենում էին շատ երեխաներ, նա էլ ասաց, որ նա գրել կարդալ չգիտեին եւ այլ, այո, սա իսկապես այդպես է, որքան կրթված են մարդիկ, այնքան քիչ են նրանք ձգտում երեխա ունենալու։ Եթե բացի ունես նաեւ ուրիշ հետաքրություն կյանքում Ինչն է պատճառը, ըստ ձեզ, Սերգեյ, քեզ չեմ հարցնում։ Լավ, օքեյ։ Գիտեք, մեծ թվով երեխաներ ունենալը հայ ընտանիքներում նաև մի շատ հետաքրքիր բացատրություն ուներ եւ մեր հետազոտությունը ոնց որ բացեց այդ խնդիրը։ Մենք զարմանքով հասկացանք, որ ընտանիքների մեծամասնությունում հայ, դեռ այն ժամանակ, երբ որ իրենք ունենում էին 3, 4, 5, 6 երեխա, բացարձակ մեծամասնությունում վերջի երեխան տղա էր։ Եվ դա մեզ ստիպեց մտածել այն մասին, որ ընտանիքները պարզապես ունենում էին այնքան ժամանակ, մինչև գոնե մեկ տղա իրենք ունենան։ Եվ զարմանալի է, որ երբ մտան այն տեխնոլոգիաները, որոնք թույլ տվեցին սեռը իմանալ եւ ընդհատել աղջիկ երեխայի հեղեղությունը, ապահովելով տղայինը, շատ արագ այդ ծնելիությունը ընկավ, այսինքն զուգահեռ այդ երկու երևույթները գնացին։ Այսինքն պետք է նաև սա հաշվի առնել։ Մյուս կողմից որոշակի կապ իհարկե կա զարգացած երկրի մասին է խոսքը, թե ավելի քիչ զարգացած կամ զարգացող երկրի մասին։ Ընդհանուր պատկերը մեզ ցույց է տալիս, որ որքան երկիրը զարգացած է, այնքան ծնելիությունը այնտեղ սկսում է իջնել։ Բայց Հայաստանի պարագայում մենք վերցրել ենք կարծես թե զարգացած, թե զարգացող երկրների հնարավոր բացասական միտում։ Այսինքն եւ վերցրել ենք ցածր ծնելիությունը եւ վերցրել ենք ծերացումը արագ, բայց փոխարենը չունենք այն սոցիալական, տնտեսական ապահով, եթե կարելի ասել վիճակը, որ կա զարգացած երկրներում։ Թեկուզ եթե վերցնենք թոշակները, ապա մեր ծերերը քանի գնում շատանում են, բայց մեր ծերերի թոշակները ուղղակի ծիծաղելի են, ասենք հայտարարությունը, ամոթ է, ասենք ծերանալ այսօր, հա, մանավանդ եթե հիշենք այն ծերերին, որոնք որ ուզած լքել են հայրենիքը եւ իրենց այստեղ աշխատած թոշակը մեր բյուջեն յուրացնում է, կոպիտ ասած, գրպանում է այդ, այսպես ասած այդ թոշակը, հա, ել ավելի ամոթ է ծերանալը եւ ես սպասում եմ, ասենք
իմ ծերությունը դա այնքան էլ հեռու չի, ասենք երևի թե ինքնասպան լինեմ, որպեսզի դուք իմ թոշակը չուտեք, չգիտեմ, ասենք ինչ։ Ունենք այնինչ ունենք իրականում եւ խոսում ենք Եվրոպայի մասին, այն Եվրոպայում էլ կար է ծնելիության խնդիրը, հա, ինչ արեցին նրանք, որպեսզի խթանեն ծնելիության աճը, որպեսզի խնդիրները փորձեն լուծել, որ օրինակին մենք կարող ենք հետևել։ Ոչ թե բացասականին։ Ինչպես Հայաստանի օրինակով հասկացանք, լույսերը անջատելը չի նպաստում ծնելիության զարգացմանը։ Գիտեք, աշխարհում ընդհանրապես շատ քիչ փորձ կա, երբ երկրներին հաջողվել է պարզ վերարտադրությունից ներքև գտնվող ծնելիությունը նորից բարձրացնել, անցկացնել։ Շատ քիչ փորձ է, օրինակ Ֆրանսիայի դեպքն է դա, Շվեդիայում կա նման օրինակ, բայց այնտեղ ծախսվել են 1-2% ընդհանրապես, չէ՞։ Փոքր աճ է եղել, բայց ծախսվել են շատ մեծ գումարներ են ծախսվել եւ ամենահետաքրքիրը այն է, որ խնդիր չի դրվել բարձրացնել ծնելիությունը որպես այդպիսին։ Հարակից տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելով շատ ավելի մեծ արդյունք են ստացել այնտեղ, քան եթե ուղակի կիրառեին ծնելիությունը խթանող ուղակի մեխանիզմներ, օրինակ վճարել յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար։ Մենք եւս մեկ հետազոտություն ունենք, որը ցույց է տալիս, որ որպեսզի Հայաստանում ծնելիությունը աճի, ամենամեծ գործոնը այստեղ աշխատանքի ապահովումն է։ Այսինքն բավականաչափ վարձատրվող աշխատանքի արկայությունը կլինի ամենամեծ խթանը ծնելիության աճի։ Դա ցույց տվեց մեր հետազոտությունը։ Այլ ծառայությունների արկայություն, օրինակ երեխաների խնամքի հաստատություններ, օրինակ հնարավորություն մայրերին պահպանել իրենց աշխատանքը, երբ որ իրենք հղիանում են երեխային ունենում, որպեսզի կարողանան հետո վերադառնալ։ Միթե չկա այդ օրենքը, կա, գործում է։ Օրենքով կա արձակուրդի հնարավորություն, կան որոշակի երաշխիքներ, բայց եկեք հարցնենք մեր երիտասարդ հայ մայրերին կամ հայաստանցի մայրերին, արդյոք իրենք բավարարված են զգում իրենց այդ ոլորտում։ Կարծում եմ, որ խնդիրներ այստեղ շատ կան։ Դե գոնե մի խնդիր լուծված է, որ պետությունը իրադրել է մինչև 7 տարեկան երեխայի բուժումը, խնամքը, հա, որոշ չափով ծննդաբերությունը, անվճարությունը նաև օգնում է իհարկե դրան, բայց ճանապարհը իհարկե շատ երկար պետք է անցնել։ Այստեղ ուղղակի եթե կապենք տարեցների խնդիրը այս խնդրին, տեսեք, այսօր Հայաստանում հատկապես մարզերում շատ մեծ պակաս կա, օրինակ նույն երեխաների համար նախատեսված դպրոցների, խնամքի հաստատությունների, մանկապարտեզների, երաժշտական դպրոցների եւ այլն եւ այլն։ Եվ կա կարիք մարդկանց, ովքեր կլրացնեն այդ բացը, եւ այսօր մենք ունենք Հայաստանում տարեցների մեծացող թիվ, որոնց ինձ թվում է կարելի է ինչ որ կերպ ներգրավել եւ լրացնել այն բացերը, որ մենք ունենք այսօր երկրում։ Բացի այդ, շատ կարեւոր է կապել օրինակ տարեցներին հենց մանուկների հետ, որտեղ իրենք բնույթով շատ մոտ են իրար եւ օրինակ ես մի ծանոթ մանկավարժ ունեի, նորվեգաբնակ, ով պատմեր, որ իրեն աշխատանք են առաջարկել մանկապարտեզից, երբ որ ինքը անցնի թոշակի։ Եվ իր աշխատանքը կայանալու է նրանում, որ ինքը նստելու է հարմարավետ բազկաթոռի մեջ եւ ոչինչ չի անելու, ուղղակի լինելու է երեխաների կողքը։ Պապիկը։ Պապիկ, ընդհանրապես, կանի չէ, հայրիկյատ կասի։ Կարծում եմ մենք արդեն պիտի նայենք այդ ուղղությամբ ու որքան հնարավոր է շատ կապենք մեր տարեցներին երեխաների հետ, երիտասարդների հետ, որպեսզի իրենք կյանքի այդ ընթացքից չգտրվի, այո, Պրոբլեմները իհարկե շատ են, ձեզ շնորհակալություն, որ բացատրեցիք այդ խնդիրներից մեկը։ Պատգամ մարմինները աչալուրջ կլինեն այս խնդիրների լուծման հարցում։ Այո, իսկապես պրոբլեմները շատ են մեր երկրում։ Ամեն անգամ Աստծուց շնորհակալություն եմ խնդրում, որ ես դպրոցը արդեն ավարտել եմ եւ այս երկրի նախագահան երբեք չեմ լինի, շնորհակալություն։ Հիշեցնենք, որ մեր հյուրն էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաղորդակցության գծով օգնող Մհեր Մանուկյանը, ձեզ շնորհակալություն ենք հայտնում կարևոր ինֆորմացիայի համար եւ այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է հարգելիներս։ Ժամանակն է հիշել մեր հավատարիմ գործընկերին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, ճորձեսոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, ոսկրերի խտության ստուգում եւ այս ամենն իհարկե զեղչված գներով։ Իսկ Վահանաձև Գեղձի ողնաշարի եւ ճիճվակրության հետազոտությունը բացարձակ անվճար է կատարվում։ Դելտա Կլինիկ զանգահարեք 500-560 զանգարեք եւ դարձ չունեք, վերջ։ Սեզոնային բանջարեղենը
հատկապես սմբուկը օգտակար է սրտի համար, վստահեցնում են սննդաբանները։ Սմբուկը նույնին Բադրջան, չի։ Այո, Բադրջանով խավիարը եւ այլն եւ այլն։ Օգտակար խորհուրդները կշարունակի օրվա դեղատոմս էջը։ Այո, Բադրջան։ Դուք շարունակում եք հետևել մեզ, իսկ մենք շարունակում ենք հետևել ձեր առողջությանը միայն եւ միայն բնական միջոցներով։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում սալորն է իր բոլոր օգտակար կողմերով։ Մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սալորը նախ հասկանանք ինչ վիտամիններ ունի։ Իհարկե, սալորի մեջ կա գրեթե մանավանդ մեր հայկական սալորը, որ իր սեզոնին է, ապա պարունակում է բավականին մեծ վիտամինների քանակ եւ A, եւ B, եւ կարելի ասել P, եւ միկրոէլեմենտներ, որ չափից ավելի օգտակար են մեր օրգանիզմին եւ բացի այդ իրենք ունեն մակրո հատկություն օրգանիզմը, այսինքն խթանում են աղեսնամոքսային տրակտի աշխատանքը, որպեսզի կծկումները լավանա, որպեսզի կղանքը ավելի հեշտությամբ դուրս գա մեր օրգանիզմից, թույները, վիրուսները եւ ծանր մետաղները ավելի լավ է արագ հանում մեր օրգանիզմից։ Իսկ կա տարբերություն այս երկու տեսակների մեջ։ Ուղղակի տարբեր տեսակներ են, իհարկե, տեսականին մեր մոտ շատ է, Հայաստանի տեսականին, ու տարբերություն գրեթե չկա, կա, որ մեկը մյուսից համից մի քիչ է տարբերվում, մյուսը ջրային մասն է շատ պարունակում, մյուսն է շաքարային մասը, բայց այն, որ ինքը նույն գործողություն է կատարում, միանշանակ այդպես է։ Ուղղակի սալոր չի կարելի օգտագործել հղի, եթե արդեն ծննդաբերած են կանայք, որովհետև եթե սալորը օգտագործում ենք, այն ունի փոր կապությունը վերացնող, այսինքն փոր լուծություն առաջացնող հատկություն։ Իսկ եթե կաթ տվող անձնավորությունը մայրիկը օգտագործի, ապա այդ նույն բաղադրությունը կգնա կաթի հետ երեխային, իսկ երեխան արագ կփորլուծի։ Մենք ունենանք խնդիրներ եւ փորիկի ցավ եւ գազ դրա համար անհրաժեշտ է երբեք զերծ մնաց սալոր օգտագործելուց եւ չօգտագործի մայրիկը։ Բայց սալորը նաեւ հրաշալի միջոց է ազատվելու մազոլներից, եթե ոտնամանները նորմալ չեն, եթե մազոլներ են առաջացրել, ապա սալորը տապակում ենք եւ գցում եռման կաթի մեջ, եռացող կաթի մեջ 5 րոպե մնալուց հետո մենք վերցնում ենք սալորը, իհարկե այս գործողությունը կատարում ենք երեկոյան ժամերին քնելուց առաջ եւ դնում ենք մազոլի վրա հետ տապակած վիճակում եւ մոմլատ դնում ֆիքսում մազոլի վրա իսկ առավոտյան հանում ենք 10-15 անգամ անելուց հետո մեր այդ գոյացած մազոլը փափկում է եւ հեշտությամբ դուրս ազատվում, ձեռքով կարող եք ողքել հանել։ Բացի այդ հրաշալի միջոց է նաեւ երիկամների իհարկե տերևները սալորի, որը մենք ավելացնում ենք մեկ թեյի գդալը մեկ բաժակ եռման ջրին եւ մենք ունենում ենք թրմելուց հետո իհարկե թողնում ենք 20 րոպե եւ ունենում ենք հրաշալի միջոց երիկամային բոլոր հիվանդությունները վերացնելու համար եւ բացի այդ նաեւ հրաշալի միջոց է, շատ հրաշալի եւ ես կոչ եմ անում իմ ժողովրդին, եթե կա երիկամների խնդիր, երիկամների բորբոքման խնդիր, ապա անպայման դա որ մեջքի շրջանն է ցավում, անպայման անել սոնոգրաֆիկ հետազոտություն, բարձել քարե միկրոէլեմենտների թե բորբոքում, ապա այդ դեպքում անպայման սալորի տերևների այս թուրմը կամ անպայման նաև մեր հրաշալի տզրուկները, որ ամեն անգամ մենք սիրում ենք, մենք առաջարկում ենք ինչ պետք է անել, ուղղակի այդ որովայնի շրջանում կամ ասենք միզասեռական օրգանների շրջանում դնում ենք մեր տզրուկները եւ 5-10 անգամ անելուց հետո մենք լրիվ խնդիրը վերջացնում ենք եւ ունենում ենք եւ միզասեռական օրգանների
աշխատանքի կանոնավորում, այսինքն ձերբազատում ենք այդ բորբոքային վիճակից եւ ունենում ենք նաեւ միզարտադրությունը վերականգնելու հատկություն։ Շնորհակալություն։ Եթե ինչ-որ բան բաց եք թողել, ապա հոգ չէ մեզ փնտրեք ու գտեք նաեւ Շանթի պաշտոնական կայքեջում։ Իսկ հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։ Այժմ Սերգեյի ամենասիրելի թեմայի մասին խոսենք, երեխաների մասին իհարկե։ 1920-ական թվականներին Ամերիկայում մեծ մասսայական